Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալություն մեզ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Արցախում մնացել էին ընդամենը 10 հայեր, ովքեր վերադարձան Հայաստան, ավելի ճիշտ Ադրբեջանի իշխանությունները վերադարձրեցին նրանց Հայաստան։ Նրանց թվում էր նաև մեկ ռուս ազգությամբ ռուս քաղաքացի։ Իրականում ինչու հանկարծ հիմա, ինչու վերադարձրեցին, ընդ որում տեղեկություններ կան, որ նրանց վերջին ամիսներին պահում էին գերու կարգավիճակում, թույլ չէին տալիս ազատ տեղաշարժվել, որ գաղութի պայմաններում էին պահում։ Նախ սկսենք պատմական փաստի արձանագրումից, ցավոք սրտի մեզ միայն դա է մնացել, առաջին անգամ մի քանի հազարամյակների ընթացքում Արցախում կարելի ասել հայեր չկան։ Նիկոլ Փաշինյանը իսկապես աննախադեպ բան արեց, մոնղոլ թաթարները այսպիսի բանի չէին կարողացել հասնել, բայց Նիկոլ Փաշինյանը հասավ, Արցախում այլևս հայեր չկան, սա պատմականորեն արձանագրված փաստ է։ Սա առաջինը, երկրորդը դուք շատ ճիշտ նշեցիք, որ ելնելով են սակավ տեղեկատվությունից, որ մենք ունենք, իսկապես վերջին փուլում այդ մարդկանց պահում էին փաստացի, չասենք համակենտրոնացման ճամբարում, բայց իրենց թույլ չէին տալիս նույնիսկ Արցախի հանրապետության տարածքով իրենց բնակավայրում, ծննդավայրում ազատ շարժվել, սա էլ պետք է արձանագրենք, բայց ամենակարևորը, տեսեք, եթե մենք նույնիսկ այս վերջին տեղեկատվությունը մի կողմ եք թողնում, ստացվում է հետևյալը, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո Արցախը այնքան դժբախտ եւ դժգույն է, որ հայերը այնտեղից տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։ Սա ուղղակի են բոլոր քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության, ովքեր կոչ են անում ադրբեջանցիների հետ խաղաղության կամ առավել եւս համակեցությամբ, եւ այստեղ կարելի է նաեւ առաջարկ հնչեցնել։ Ես կարծում եմ, եթե Վահագն Խաչատուրյանը այդքան գոհ է եւ շնորհակալ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, նա իր անձնական օրինակով կարող է ցույց տալ, թե ինչ է նշանակում ապրել ադրբեջանցիներով շրջապատված, թեպետ եւ շրջապատված եւս ճիշտ է այստեղ, նա կարող է ազատ գնալ եւ այդ 10 արցախցիներից մեկի տեղը Արցախում զբաղեցնել, գրավել։ Ես վստահ եմ, որ Հայաստանում իր բացակայությունը չեն նկատի։ Իսկ չեք կարծում, որ ադրբեջանցիները նրան բավականին ջերմ ընդունելություն ցույց Սա մեկ այլ հարց է, բայց ակնհայտ է, որ եթե դու ինչ-որ մի բան քարոզում ես, դու պետք է պատրաստ լինես քո քարոզածի հետ ապրես։ Դե գնացեք այդ 10 հայերի փոխարեն ապրեք։ Սա ոչ թե էմոցիոնալ պորտկում է, սա իրողություն է։ Մենք պետք է ուղղակի արձանագրենք այն վայրը, որտեղ ադրբեջանցիները ունեն քաղաքական իշխանություն, հայերի համար անընդունելի վայր է որպես ապրելու բնակավայր։ Ու սա դրա վառ դրսևորումներից մեկն է։ Ես վստահ եմ, որ հետագայում մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կստանանք այդ քաղաքացիների Դրա համար եմ ասում, ապագայում մենք վստահաբար ավելի մանրամասն տեղեկատվություն կստանանք, թե մարդիկ այս մի քանի տարիների ընթացքում ցանկացած ոնց էին գոյատևում, վերաբերմունքը ինչպիսին էր, միջև իրենց կենտրոնացրեցին մեկ վայրում սկսեցին պահել, ոնց էր կազմակերպվում իրենց կյանքը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այս պայմանությամբ ունենք այն իրավիճակը, որը ունենք։ Այնուամենայնիվ նրանց վերադարձը ինչով է պայմանավորված, որովհետև այսպիսի տեսակետներ էլ կան, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ ապրող այս հիվանդ, ծեր, օգնության կարիք ունեցող մարդիկ դժվար թե այդ հնարավորություն ունենային կամ այնպիսի լավ վիճակում լինեին, որ իրենք խնդրեին, որ իրենց տեղափոխեն։ Հայկա, մենք այլ ֆորմատներով, այլ տաղավարներում, այլ ժամանակաշրջաններում նաև զրուցելով մի տրամաբանական եզրահանգման էինք գալիս, որ Ադրբեջանին այն խաղաղության մոդելը, որը անհրաժեշտ է Ադրբեջանին, դա Արցախն է առանց հայերի։ Հենց դա էլ կյանքի է կոչվել։ Նույնիսկ այդ 10 հայը իրենք չպետք է այնտեղ լինեն։ Սա այնքան տրամաբանական է եւ Ադրբեջանի պետականության զարգացման տրամաբանությունից ելնելով մենք կարող ենք հասկանալ, որ իրենք հենց դա էլ ուզում են։ Ու նաև պետք է ես ինչու եմ այս խաղաղության վրա շեշտը դնում այն մոդելը, որը Ադրբեջանի համար ընդունելի է խաղաղության մեր տարածաշրջանում, հիմա Արցախում կյանքի է կոչվել, այսինքն վայր, տարածք, որտեղ հայեր չկան։ Արդյոք սա ցեղասպանության 21-րդ դարում դրսևորումներից մեկը չէ։ Որի համար նույնիսկ պարգևատրում են Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ես կարծում եմ, այստեղ Նիկոլ Փաշինյանը ինքը նաև մտովի մրցակցում է Դոնալդ Թրամփի հետ Նոբելյան մրցանակի համար, ես կարծում եմ նա դրա հույսն էլ դեռ ունի։ Դեռևս ունի, չի կորցնում։ Ակնհայտ է։ Պարոն Մաթևոսյան, անդրադառնանք Ադրբեջանի եւ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ թրիփի վերաբերյալ երկկողմ հանդիպման քննարկմանը, որը տեղի ունեցավ Դավոսում, չնայած Թրամփը բավականին ջերմայով վերաբերմունք ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, մի կողմից Ալիևը, մյուս կողմից Փաշինյանը, հայտարարեց, որ երկուսն էլ իր ընկերներն են, բայց Հայաստանի տարածքով անցնող թրիփի հարցը քննարկեց միայն Ալիևի հետ։
Ինչ է դա նշանակում։ Մի քանի ուղղություններով փորձենք այս ամեն ինչը վերլուծել։ Նախ առաջինը հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Փաշինյանը չի մեկնելու Դավոս, չի մասնակցելու տնտեսական ֆորումին։ Սա որոշակի առումով արձանագրումն է նրա, թե արդյոք Հայաստանը, այստեղ որ թմբկահարում են, որ միջազգային տնտեսական համակարգի մաս ենք դառնում, մենք բացվել ենք տարածաշրջանի համար, բագնայեք Դավոսում ձեր թրիպը ներկայացնեք, թե թրիպը Հայաստանից այնքան քիչ է կախված, որ իշխանությունները տեղյակ չեն դրա կոնֆիգուրացիայից, այդ իսկ պատճառով էլ չեն գնում Դավոս եւ չեն ներկայացնում այդ նախագիծը։ Սա առաջինը, ընդգծենք, որ սուբյեկտայնության հետ կապված ակնհայտորեն մենք խնդիր ունենք։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական ֆորումի փաստացի վերջին օրը հայտնվեց Շվեյցարիայում եւ այնտեղ կատարում էր դեկորացիայի դեր։ Նա անհրաժեշտ էր այն մասսովկայի համար, որի ներկայությամբ Դոնալդ Թրամփը խաղաղության խորհրդի գործունեության սկիզբը ազդարող այդ փաստաթուղթը նա պետք է ստորագրեր։ Այսինքն ինքը այնտեղ ներկա էր ոչ թե որպես սուբյեկտ, որը ներկայացնում էր թրիպը, ուրիշ բան այս պայդրությամբ նույնիսկ չենք էլ ասում։ Թրիպը ամենակարևոր փաստաթուղթն է, չէ՞, իրենց գործունեության շրջանակներում, որը հիմա փորձում են հասարակությանը հրամցնել, նա ուղղակի մասսովկա էր, որը ապահովեց այդ փաստաթղթերի ստորագրումը։ Երրորդը, մենք պես տեսանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում էր, բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, այդ թվում նաև Դոնալդ Թրամփի հետ բարդ չէ համացանցում տեղեկատվություն փնտրել եւ տեսնել, թե քանի հանդիպում է երկկողմ ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ որ Ադրբեջանի նախագահը եզակի ղեկավարներից մեկն էր, ում հետ Դոնալդ Թրամփը հանդիպում ունեցավ եւ հանդիպումը ունեցավ գործնական հաջողություն։ Հաջողությունը հետեւյալն է. Մինչ այս պահը, մինչ այդ հանդիպումը, մենք տեսել ենք, որ իշխանական քարոզչա մեքենան, իշխանության հետ շահկապված փորձագետները, քաղաքական գործիչները եւ այլն թմբկահարում էին J.D. Vance-ի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստանի Հանրապետություն, բայց մենք տեսանք, որ Ալիևը կարողացավ հասնել նրան, որ այցը դառնում է ոչ թե Հայաստան, այլ տարածաշրջանային այց է դառնում, ինքը այց է կատարում նաեւ Բաքու, ու այստեղ առհասարակ զարմանալի չի լինի, եթե ֆորմալ ինչ որ մի փաստաթուղթ նաեւ Բաքվում ստորագրվի եւ հերթական անգամ մենք կտեսնենք, որ թրիպը դա ոչ միայն մեզ վերաբերելի ինչ որ մի երևույթ է, կոմունիկացիայի տնտեսական պրոյեկտ է, այլ նաեւ մի երևույթ է, որը կապված է նաեւ Ադրբեջանի հետ։ Այլ կերպ ձևակերպենք, որ Ադրբեջանը այդտեղ եւս որոշակի առումով փայատեր է։ J.D. Vance-ի այցը հենց դրա մասին է լինել։ Ուղղակի արձանագրենք, որ Դավոսում հստակ արձանագրվեց, որ Նիկոլ Փաշինյանը համաշխարհային քաղաքական գործընթացների շրջանակներում կարող է մասսովկայի դերում լինել, բայց որպես գործոն նա չի կարողանում հասնել նրան, որ գոնե J.D. Vance-ի այցը մնա Հայաստան այց, այլ ոչ թե տարածաշրջանային օրակարգ ստանա։ Ընդ որում Թրամփը գրում է այն մասին, որ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցություն են ծավալելու, իբրև թե պաշտպանական բնույթի զինտեխնիկայի վաճառք Ադրբեջանին, իսկ Հայաստանի հետ ինչ-որ սիմվոլիկ։ Հայկա նախ իբր թե չէ, ես կարծում եմ, որ հենց դա էլ լինելու է, որովհետև օգոստոսի ոչ միայն պաշտպանական, այլ ռազմական համագործակցության մասին է խոսքը առաջին հերթին, որովհետև օգոստոսի 8-ի Ադրբեջանի համար ամենակարևոր ձեռքբերումը, որքան էլ դա պարադոքսալ չհնչի, դա ոչ թե թրիպի վերաբերյալ համաձայնությունն էր, որովհետև Զանգեզուրի Միջանցքի վերաբերյալ իշխանությունների հետ ըստ երևույթին իրենք միջայտ էլ արդեն եկել էին պայմանավորվածության, այլ ազատության ակտի 907-րդ ուղման չեղարկումը, որի շնորհիվ Ադրբեջանը զենք զինամթերք է ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգներից ամենակարևոր ձեռքբերում իրենց համար դա, բայց որովհետեւ եւս մեկ անգամ ու շատ ավելի բարձ լինի, թե ընդհանրապես սուբյեկտային տեսանկյունից մենք ինչ մակարդակի ենք հիմա հասել, մեկ լուր Եվրոպայից, մեր սիրելի Եվրոպայից, որը եւս անցյալ շաբաթ էր գրանցվել։ Հայկա, ուրեմն Եվրոխորհրդանում որոշում են կայացել, որ իրենք աջակցելու են Ադրբեջանի Նախիջևանում երկաթգիծը վերականգնելու համար։ Հայաստանն էլ հնարավորություն է ստացել Եվրոխորհրդանի շենքի դիմաց Հայաստանի այբենարանի հուշարձանը կառուցել։ Ես կարծում եմ, սա լավագույնս նկարագրում է, թե Ադրբեջանը մեր տարածաշրջանում ինչ կարգավիճակ ունի եւ Հայաստանը ինչ կարգավիճակ ունի։ Այս կարգավիճակին մենք հասել ենք, որովհետեւ այլևս գոյություն չունի Արցախ, Ալիևը այս կարգավիճակին հասել է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է ղեկավարել Հայաստանը։ Պարոն Մաթեոսյան, իսկ Սահակաշվիլին ինչու է մտահոգել թրիփի կյանքի կոչվելը։ Նա հայտնել է, որ այն վնասում է Վրաստանին եւ փաստացի Վրաստանը շրջափակման մեջ է դնում։ Չափազանց sense կտրուկ գնահատական չի Սահակաշվիլի կողմից։
Արձանագրենք հետևյալը, Սաակաշվիլու գնահատականները առաջին հերթին պայմանավորված են Վրաստանի ներքին գործընթացներով, այսինքն սա իր համար ընկալվում է որպես հնարավորություն հերթական անգամ թիրախավորել Իվանիշվիլուն, հերթական անգամ թիրախավորել վրացական երազանքը, բայց եթե մենք մեր տրամաբանությունից, մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունից փորձենք վերլուծել, ստացվում է հետևյալը. Սաակաշվիլին արձանագրում է այն, ինչը քիչ թե շատ վերլուծական ունակություններ ունեցող անձանց համար ակնհայտ էր դեռ մինչև 44 օրյա պատերազմը։ Տարածաշրջանում արկա ստատուս քվոն ընդունելի էր բոլորի համար, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Տեսեք, երբ որ Արցախը կար եւ դա թույլ չէր տալիս Ադրբեջանին Հայաստանի տարածքով փորձել ստանալ միջանցքը, որը հիմա անվանում են TRIP, Վրաստանը ուներ բացառիկ տրանզիտային հնարավորություններ մեր տարածաշրջանում։ Հիմա չկա Արցախի հանրապետությունը, դա է վերջնարդյունքում հանգեցրել նրան, որ ադրբեջանցիները փորձում են այդ TRIP-ի ներքո իրագործել կոմունիկացիոն նախագիծ, որը Վրաստանին զրկում է տրանզիտային հնարավորություններից, ինչի մասին խոսում է նաև Ադրբեջանի նախագահը։ Մեր հարևաններին Իրանի Իսլամական Հանրապետության հիմա ճիշտ է նոր դեսպանը ինքը շատ ավելի կտրուկ եւ շատ ավելի բովանդակային գնահատականներ է տալիս, որովհետեւ եթե նախկին դեսպանն էր զարմանալի չէր լինի, որ ինքը կշարունակեր եւ ողջունել TRIP-ը եւ այն իրանցիների հետ, որոնք բողոքի ակցիա են անում դեսպանատան դիմաց, կարող է գնալ ինքը իրանց էլ միանալ այդ բողոքի ակցիային, բայց եւ ամենքեր հրաժարվում էր հավատալ, որ երրորդ պետության ուժայինները երրորդ ուժերի ներկայությունը հայ-իրանական սահմանին չէր էլ քննարկվի, եթե Արցախը շարունակել գոյություն ունենալ։ Մենք անվտանգային խնդիրներ չէինք ունենա, եթե Արցախը շարունակեր մեր կողմից վերահսկվել։ Այսինքն Սաակաշվիլիի խոսքերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ անվտանգային այն կոնֆիգուրացիան, որը կար, մեր տարածաշրջանում ձեռ էր տալիս Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին, Հայաստանին, Արցախին ձեռ չէր տալիս մեն 3 սուբյեկտի՝ Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին։ Հիմա հետևությունները թողանեն մեր հարգելի հերոստատիտողները, բայց ինչը վերաբերում է Սաակաշվիլուն եւ Վրաստանի նաեւ ներկայիս իշխանություններին, այս իրավիճակից գլոբալ առումով կա մի ելք, որը կարող է բավարարել եւ Հայաստանին, եւ Վրաստանին, եւ Ռուսաստանին։ Աբխազիա երկաթգիծը պետք է բացվի կամ գոնե դրա վերաբերյալ բանակցություններ ընթանան։ Ես հասկանում եմ, որ այնտեղ կա Վրաստանի ընկալմամբ տարածքային ամբողջականության միգուցե փորձեն հարավային Օսիայով երկաթգծի վերականգնման վերաբերյալ բանակցություններ վարել։ Միգուցե Հայաստանը այստեղ կարող է իսկապես որոշակի առումով նախաձեռնող դեր լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձելու է Վրաստանին զրկել այդ պոտենցիալից, որը Վրաստանը ունի։ Մեր պարագայում էլ դա մեզ հնարավորություն կտա, եթե այդ երկաթգիծը բացվի, հյուսիս-հարավ նախագիծը շատ ավելի արագ, շատ ավելի արդյունավետ կիրականացվի, քան մինչ այս պահը իրականացվում է։ Բացի այդ, մեր հարևան երկրների հետ, որոնց շնորհիվ դեպի աշխարհ ելք ունենք, Վրաստան եւ Իրան հարաբերությունների վատացում։ Սա այն տեղերից մեկն է, որտեղ Հայաստանի իշխանությունները իսկապես կարող էին տանել նախաձեռնողական քաղաքականություն, բայց այլ խնդիր է, որ իրենք տեսլականի առումով այլ ապագան Հայաստանի համար կանխատեսում, իսկ այդ այլ ապագան թուրքական աշխարհին ինտեգրումն է։ Հետևաբար զարմանալի չէ, որ իրենք Ալիևի ասածից գոհ են։ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի էներգոհամակարգերը միաձուլվելու են, փաստացի դրա մասին է։ Մենք ունեինք պայմանագիր Իրանի Իսլամական Հանրապետության հետ այդ բեցերի համակարգի միավորման, սինխրոնիզացման առումով, բայց եթե չեմ սխալվում 19 թվականից այս կողմ ոչինչ չի իրականացվել այդ ուղղությամբ, բայց մենք տեսնում ենք, որ մի կողմից Եվրո հանձնակատար ընդլայնման հարցերով Մարտակոսը ասում է, որ իրենք պատրաստ են 500 միլիոն հատկացնել Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրոհամակարգերի սինխրոնիզացման միացման համար, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հետ մենք այլ ցանցերը կարող ենք միավորել, որոշակի առումով փոխկապակցվածություն կարող ենք ապահովել։ Տեսեք, հա, իդեալական աշխարհում միգուցե դա լավ լիներ, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի էներգոհամակարգերը միավորված լինեին կամ եթե մեր հարաբերությունները հարավային Կովկասում այն նույն մոդելով զարգանային, ինչպիսին զարգանում են օրինակ Եվրոմիությունում, բայց Եվրոմիության անդամ պետությունները իրենք միմյանց նկատմամբ, եթե նույնիսկ ունեն տարածքային վեճեր, մենք տեսնում ենք, որ Լեհաստանը եւ Գերմանիան ակնհայտ է, որ սրա վերաբերյալ ունեն տարակարծություններ, բայց
մեկը մյուսի նկատմամբ գոնե այս պայդորությամբ չի պլանավորում ցեղասպանություն իրականացնել կամ ուժով փոխել սահմանները, այսինքն այն համակարգը, այն մոդելը, որը գործում է Եվրոմիությունում, այնպես չէ որ այդ համակարգը պետք է ու կարող է Հայաստանի Հանրապետությունում կամ մեր տարածաշրջանում առհասարակագործել։ Այլ հարց է, որ երբ որ դու սինխրոնիզացնում ես այս էլեկտրոհամակարգերը, քո հիմնական ներդրումը գնալու է դեպի Թուրքիա, գնալու է դեպի Ադրբեջան, դու Ադրբեջանին եւ Թուրքիային տալիս ես հնարավորություն Հայաստանի դեմ ճնշում գործադրելու եւս մեկ լծակ ստանալու։ Մի վերջը չմոռանանք Լաչինի Միջանսկի հետ տեղի ունեցածը ինչից սկսվեց։ Իրենք առաջին հերթին էներգակիրների մատակարարման համակարգը ոչնչացրեցին, գազատարը ոչնչացրեցին, բարձրավոլտ բեցը ոչնչացրեցին, որով մենք Արցախ հոսանք էինք մատակարարում։ Հիմա ով ասաց, որ իրենք նույնը չեն կարող անել Հայաստանի Հանրապետության հետ։ Արվում է հետևյալը, որ Հայաստանը այլընտրանք ադրբեջանական եւ թուրքական շուկաներին բոլոր առումներով սննդամթերքից միջև էներգոհամակարգ չունենա։ Ճիշտ եմ հասկանում, ես բլոկադայի են ենթարկում բոլոր առումներով։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի նաեւ 2026 թվականի հունվարի 7-ից հետո, մենք շատ մոտ ենք լինելու Արցախի ճակատագիրը կրկնելու։ Այսինքն Արցախ երկու սցենարն է։ Միանշանակ։ Պարոն Մաթևոսյան, ամփոփելով թրիփի թեման, 74% ԱՄՆ-ի վերահսկողության ներքո է։ Ինչ է դա նշանակում այդ տարածքը եւ հարակից տարածքները, որովհետեւ նաեւ հստակեցված չի թե հարակից սպասարկող տարածքները ինչքան տարածքի մասին է խոսքը։ Մեզ համար անդառնալիորեն կորած են հաշվի առնելով, որ այդտեղ ներգրաված է ԱՄՆ-ն բավականին ագրեսիվ քաղաքականությամբ։ Եկեք ես այս հարցին մի փոքր այլ ուղղությամբ փորձեմ մեկնաբանեմ, որովհետև նախ իսկապես սպասենք ավելի մանրամասն այս ամենի վերաբերյալ տեղեկատվություն ստանանք, բայց երկրորդ ես կուզենայի մենք քաղաքական եւ աշխարհաքաղաքական ենթատեքստը այս ամեն ինչի հասկանանք։ Ֆորմալ առումով ինչ են իշխանությունները փորձում հասարակությանը համոզել, որ գոյություն ունի այդ ներդրումային ծրագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որը կոչվում է TRIP, չեն ասում, որ դա Զանգեզուրի միջանցք է, մի խոսքով դա թողնենք բայց չեն հակաճառում, երբ որ ադրբեջանցիներն ու թուրքերն ասում են, հա, եկեք ասում են, ոնց ուզում են թող անվանեն, հա, թող ոնց ուզում են թող անվանեն, բայց ինչևէ։ Հիմա տեսեք, իրենք ասում են, որ տնտեսական ներդրումը դա ինքնին արդեն անվտանգության երաշխիք է։ Առավել եւս ասում են աշխարհի թիվ 1 գերտերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները եկել են եւ այստեղ ներդրում են անում, հետեւաբար մեր անվտանգությունը սրանովից կապահովված է, նաեւ տենց շատ ժողովրդական լեզվով ինչ են ասում մենք Տրամպի հետ կպայմանավորվենք, Տրամպը կճնշի Էրդողանին, Էրդողանը կզանգի կճնշի Ալիևին եւ պատերազմ չի լինի։ Տրամաբանությունը էս այլ որ հասարակությունը փորձում են Փաշինյանի անունը հիշի։ Փորձում են համոդե հեռախոսը համարը WhatsApp-ի ունի, բայց մեզանից ընդհանրապես մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա մի այսպիսի պետություն կա, Սիրիա։ Սիրիայում երկար ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 գործընկերներից մեկը քրդերն էին։ Իրենց նաև հատուկ անվանում էին տվել, ուրեմն Սիրիայի ժողովրդավարական ուժեր, դեմոկրատական ուժեր եւ տպավորությունն այնպիսին էր, որ Սիրիայի ժողովրդավարության բաստիոնը քրդերի վերահսկողությամբ տակ գտնվող տարածքն էր։ Ֆինանսավորում էր քրդական բանակի ձեռնավորում։ Հիմա գալիս ենք դրան։ Ամերիկացիները իսկապես ֆինանսավորում էին քրդերին եւ քրդերը ֆունկցիոնալ առումով մի քանի դեր պետք է այսպես ասած կատարեին։ Առաջինը իրենք քրդերի այսպես ասած ձեռքերով եւ զենքով, զինամթերքով պայքարում էին ԻԳԻԼ-ի դեմ, կամ գոնե այսպես ձևակերպենք ԻԳԻԼ-ի այն մասի դեմ, որը ամերիկացիների վերահսկողության տակ չէր։ Սա առաջինը։ Երկրորդը իրենք պայքարում էին քրդերի շնորհիվ Ասադի դեմ։ Եվ երրորդը, ու երևի թե ամենակարևորը, իրենք հանդիսանում էին այն պատնեշը, որը թույլ չտվեց Իրանին ցամաքային միջանցք ստեղծել դեպի միջերկրական ծով։ Ինչ տեղի ունեցավ Սիրիայում։ Թուրքիայի կողմից ստեղծված, աճեցված այդ ահաբեկչական կազմակերպություններից մեկի ղեկավարը դառնում է Սիրիայի առաջնորդը, դառնում է Սիրիայի նախագահը։ Իրանը դուրս է գալիս փաստացի սիրիական խաղից։ Իրանի գործոնը այլևս գոյություն չունի։ Հիմա հարց է առաջանում. Իրանի գործոնը ճիշտ է Սիրիայում չկա, բայց ռազմավարական ծրագրերը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ իրականացնելու շարունակում են ակտուալ մնալ։ Թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ինչը մենք վերջերս ականատես եղանք, Թրամփը կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոցներ եւ գրավել կառավարական շենքերը, եւ երկրորդը Իսրայելի ծրագրերը եւս Իրանի մասով չեն փոխվել։ Հիմա Թել Ավիվը եւ Վաշինգտոնը իրենք հետեւյալ երկընտրանքի առաջ են։ Իրենք պետք է Սիրիայում ընտրեն իրենց համար ամենաէֆեկտիվ, ամենահաջողված դաշնակցին։
եւ իրենք պետք է ընտրեն Ջուլանի եւ քրդերի միջև։ Ջուլանին ակնհայտորեն անկախ նրանից կա ահաբեկիչը թե ահաբեկիչ չէ, մի ամբողջ պետություն է ղեկավարում, արդեն կայացած պետություն է ղեկավարում, կայացած բանակ է ղեկավարում, ահաբեկչական ուժերն են իր ետևում կանգնած է Թուրքիան։ Հիմա տեսեք, քրդերին X պահին իրենք օգտագործեցին, իրենք իրենց պատմական դերը կատարեցին, հիմա քրդերին հանձնում են աշխարհաքաղաքական առումով խաղադրույքը կատարում են Ջուլանի վրա։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Եթե մենք կամովի դառնում ենք գործիք Ռուսաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, բայց գալիս է մի պահ, երբ որ Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ռուսաստանի դեմ պետք է լինելու արդեն ոչ թե սառը պատերազմ վարել, այլ իրական պատերազմ, ինչպես մենք հիմա տեսնում ենք Ուկրաինայում։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Այստեղ Հայաստանը ավելի օգտակար կարող է լինել Թուրքիայի համար, Մեծ Բրիտանիայի համար, գլոբալիստական ուժերի համար, թե Ադրբեջանը։ Երևի ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ Ադրբեջանը, բայց Ադրբեջանն էլ իրենք կարող են Ջուլանի պես ասել հետևյալ, եթե դուք ուզում եք, որ մենք Իրանի դեմ գործողություններ անենք, մեզ այսպես ասած ամբողջ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունն է անհրաժեշտ։ Հայ-իրանական սահմանի նկատմամբ վերահսկողությունն է ամբողջությամբ անհրաժեշտ։ Ու այստեղ հարցը առաջանում, դու ում վրա պետք է խաղադրույք կատարես, հայերի թե ադրբեջանցիների։ Հիմա այս ամենի պարագայում նստել եւ այս էժանագին քարոզը անել կամ Դոնալդ Տրամպի լուսանկարը տարածել, որտեղ ինքը աչքով է անում Նիկոլ Փաշինյանին, ձեռքը դնում է ոտքին Նիկոլ Փաշինյան, ինչի համար է սա արվում։ Լավ, ես հասկանում եմ, ընտրություններ են մոտենում, դուք կարճաժամկետ առումով դու պետք է որոշակի առումով բոնուսներ ստանաս, բայց այդ կարճաժամկետի հետևանքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են իրենց մաշկի վրա զգալու։ Ես դրա համար եմ ասում, մի հատ նայեք, տեսնեք Սիրիայում ինչ է կատարվում։ Ինչ։ Իսկ դա իրենց ուզում է։ Շատ լավ հարց եք տալիս։ Շատ լավ հարց եք տալիս։ Ընդհանրապես տրամաբանությունը նաև հուշում է հետևյալը, որ մեր իշխանության զգալի հատվածի մոտ մոտեցումը պետականության նկատմամբ հետևյալն է՝ չկա պետություն, չկա խնդրեմ, որովհետև պետությունը այն եզակի սուբյեկտն է, որը իրենց կարող է պատասխանատվության ենթարկել այս ամեն ինչի համար։ Իդեպ, եթե չեմ սխալվում, Սիսա Գաբրիելյանն էր նման հայտարարություն արել Հայաստան խմբակցության պատգամավորներից Էլինար Վարդանյանի հետ, ավելի ուշ Էլինար Վարդանյանը պատմեց այդ միջադեպի մասին, հարցազրույցի ժամանակ ասել էր, տեսնենք պետություն կմնա, որ մենք էլ պատասխանատվություն կրենք։ Իրական շատ, եթե այսպես ասեմ, շատ ավելի անկեղծ է փաստորեն իրենք տեսախցիկներից անդին, քան հայ հասարակության հետ։ Պարոն Մաթեոսյան, անդրադառնանք ռուսական կողմին։ Իրանական կողմի տեսակետը մեզ համար առավել քան հստակ է, հայտարարությունները հնչում են ոչ միայն բարձր իշխանական շրջանակների կողմից, այլև նրանց հետ առնչվող շրջանակների կողմից։ Մինչ հայ-ռուսական հարաբերությունների բնույթին ու վիճակին անդրադառնալը, խոսենք այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բարբերաբար հիշում են Ռուսաստանում, Մարիա Զախարովան, Կիսիլյովը, ինչով է պայմանավորված այս հետաքրքրությունը իրանցի համար։ Այս հարցին պատասխանելու համար մեզ կօգնի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում։ Տեսեք ինչ է կատարվել վերջին մի քանի օրերի ընթացքում։ Իրանցիները բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել դեսպանատան դիմաց, այդ բողոքի ակցիաներից ընդամենը մի քանի օր անց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը բողոքեց այդ ակցիաների վերաբերյալ, բայց մինչև իր բողոքը կարևոր դեպք տեղի ունեցավ։ Արարատ Միրզոյանին տարան Վաշինգտոն, ինքը այնտեղ հայտարարություն ընդունեց Մարկո Ռուբիոյի հետ, հայտարարություն, որը շատ բացեց փակագծերը թրիպի վերաբերյալ եւ Իրանում կարծես թե սկսեցին տեսնել, որ հայ-իրանական սահմանը կարող է երրորդ երկրների վերահսկողության ներքո հայտնվել։ Երրորդ երկիր այստեղ մենք նկատի ունենք արտատարածաշրջանային ուժեր, նկատի ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնց ետևում զարմանալի չլինի, եթե լինի Իսրայելը, ինչը Իրանի Իսլամական Հանրապետության համար վտանգավոր է։ Այսինքն բողոքի ակցիան Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ուղղակի պատրվակ էր բողոքը հայտնելու շատ ավելի ֆունդամենտալ հարցի վերաբերյալ։ Իսկ ավելի ֆունդամենտալ հարցը այն է, որ դու թրիպի շրջանակներով Իրանի հետ սահմանը հանձնում ես երրորդ կողմին։ Հիմա նույնը Վարդան Ղուկասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են։ Վարդան Ղուկասյանի հետ այս կատարվածը այս դեպքում կարելի է ընկալել որպես տեղեկատվական առիթ անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Հետևյալ տրամաբանությամբ, եթե Վարդան Ղուկասյանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ քայլերը իրականացրել, նույն տրամաբանությամբ իսկապես պետք է Դոնալդ Տրամպին էլ կանչել
մեր ԱԳՆ բացատրություն տալու համար կամ գոնե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին կանչել բացատրություն տալու համար Դոնալդ Թրամփը ասում է Կովկասը Պուտինի տարածքն է։ տարածք է։ Հիմա ինչու սրա վերաբերալ իրենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնահատական չեն տալիս, բայց սա թողնենք հայ-ռուսական հարաբերությունների, այսինքն իշխանությունների փոխհարաբերություններին, սա թողնենք։ Զուտ ուղղակի արձանագրեք հետեւյալը, որ իրենց համար Վարդան Ղուկասյանի հետ տեղի ունեցածը դա առիթ է իրենց մտահոգությունները եւ մոտեցումները Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ բարձրաձայնելու։ Անդրադառնանք Ռուսաստանի դիրքորոշմանը, շատ փորձագետներ ասում են տպավորություն է, որ Ռուսաստանը վաղուց հաշտվել է Հայաստանում իշխանությունների վարած քաղաքականության հետ եւ ասում է դուք ձեր երկիրը, ձեր սուվերենությունը կատարեք ձեր ընտրությունը, մենք արդեն հաշվի կնստենք ստեղծված իրավիճակի հետ։ Իրականում այդպես է, Ռուսաստանում անտարբեր են, թե պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով պարզապես ժամանակ չունեն, չափազանց զբաղված են ուկրաինական ճակատում, թե դա թվացial տպավորություն է։ Ինչը վերաբերում է ռուս-ուկրաինականին, տեսեք, այս գնահատականը հնարավոր է ինքը ազնիվ անկեղծ ու ճիշտ լիներ 22 թվականին, երբ որ պատերազմական գործողությունները նոր սկսվեցին, բայց գոնե 26 թվականի տարեսկզբին մենք կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի իշխանությունները կարողացել են ստեղծել պատերազմը սպասարկող մեքենա, թե տնտեսական առումով, թե ռազմական առումով, դա իր հերթին հնարավորություն է իրենց տալիս ավելի ազատ զբաղվել շուրջ բոլորը տեղի ունեցող տարբեր իրադարձություններով եւ տեսնել թե ինչ է կատարվում տարածաշրջանում իրենց ամենամոտ տարածաշրջաններից մեկում հարավային Կովկասում։ Սա առաջինը, երկրորդը գալով Թրամփին եւ ընդհանրապես Ռուսաստանի անկալումների մեր տարածաշրջանի վերաբերյալ Դոնալդ Թրամփը չասեց, որ դա Պուտինի տարածքն էր, նա ասում է, որ դա Պուտինի տարածքն է, հիմա մենք կարող ենք զուտ ենթադրության տեսանկյունից գալ հետևյալ տրամաբանության, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահային միջև Ալյասկայում տեղի ունեցած հանդիպման գլխավոր մեխերից մեկը եղել է հետևյալը, կողմերը պայմանավորվել են, որ ձևավորվելու է այնպիսի փոխհարաբերությունների մթնոլորտ աշխարհում, որ տարբեր գերտերություններ իրենք ունենալու են իրենց ազդեցության գոտիները, ինչպես Վենեսուելան պետք է մտնի Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության գոտի, լավ է դա թե վատ, ես հիմա սա չեմ քննարկում։ Մենք ի վերջո պետք է այս ձևակերպումներից դուրս գանք միջազգային հարաբերություններում, շատ քիչ են լինում այս տեսակ մոտեցումները։ Աշխարհակարգ է ձևավորվում։ Միանշանակ դա էլ իր հերթին նշանակում է, որ եթե դու ասում ես, որ սա իմ տարածքն է, ու դու դրա վերաբերյալ պայմանավորվում ես Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ դու ընդունում ես, որ իրենք էլ ունեն լեգիտիմ շահեր, իսկ իրենք չեն էլ թաքցնում, որ Եվրասիական տնտեսական միությունը, Մեծ Եվրասիան, հետխորհրդային նախկին տարածք իրենց համար ռազմավարական շահերի տեսանկյունից կարևոր տարածք է։ Հայաստանում շատերը սա չեն ընկալում, բայց հայ-թուրքական սահմանը դա ռուս-ՆԱՏՕ սահմանն է։ Դեռևս խորհրդային շրջանից եկող։ Հիմա Ռուսաստանը այս պարագայում կարող է սրան ձեր ձևակերպմամբ հանգիստ աչքերով նայել թե ոչ, ինձ թվում է ցույց կտա պատմությունը, բայց գալով նաև Ռուսաստանի իշխանություններից եկած գնահատականներից, ամենավերջին գնահատականներից մեկը դա Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքն էր, ով ասում է հետևյալը, ասում որ եվրոպացիները չեն էլ թաքցնում, որ ուզում են Հայաստանում անեն այն, ինչ արեցին Մոլդովայում։ Իսկ Մոլդովայում տեղի ունեցածը ինչ է, ռուսական անկալման մասին ենք մենք այստեղ խոսում, որ Մոլդովայում կեղծվել են ընտրությունները։ Ռուսաստանը ազդարարում է, արձանագրում է, որ իրենց համար Հայաստանում ընտրություններ կեղծելը անընդունելի է։ Ինչպես 21 թվականին գլխավոր շտաբի հայտարարության ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության ժամանակ թուրքերը արձանագրեցին, որ իրենց համար անընդունելի է Հայաստանում ռազմական հեղաշրջումը, պաշտոնական Մոսկվան ասում է պաշտպանելու են Հայաստանի այսպես կոչված լեգիտիմ իշխանությունը։ Ռուսաստանը այս տեսակ հայտարարություն իհարկե չի արել, բայց Լավրովի խոսքից մենք կարող ենք տրամաբանական եզրահանգման գալ, որ իրենց համար անընդունելի է Հայաստանում իշխանությունների կողմից կամ լավ, այսպես ձևակերպենք Հայաստանում ընտրությունների կեղծումը։ Հիմա այստեղ ճիշտ է ասել, որ իրենք այսպես հանգիստ հայացքով են նայում Հայաստանում տեղի ունեցածին, թե ոչ, սա կթողնենք մեր հարգելի հեռուստադիտողների։ Այսինքն որոշակի գործողություններ են հաջորդելու, եթե Աստված մի արած, չէ՞։ Ես չգիտեմ գործողություններ հաջորդելու են, թե չէ, մենք զուտ փորձում ենք վերլուծել, փորձում ենք համեմատական եզրեր անցկացնել, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, բայց ինչը վերաբերվում է իշխանություններին, իրենց գնահատականները եւ այն տեղեկատվական արշավը, որը վերջին շրջանում սկսվել է Ռուսաստանի նաեւ դեմ, ես անկեղծ ասեմ, իմ մոտ տարակուսանք է առաջացնում։ Բացատրեմ։ Դա հատկապես սկսվեց Ռուսաստանի Դաշնությունից, երբ որ հնչեց Վլադիմիր Սոլովյովի գնահատականը,
Սալավիովը չէր ասել, որ իրենք Հայաստանում պատրաստում են SVO անել, ինչպես Հական Ֆիդանը չէր ասել, որ իրենք ուղիղ աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Ինքը ասել է, որ իրենք աջակցում են այն քաղաքական կուրսին, որը իրականացվում է Հայաստանում, բայց ոնց Ֆիդանը չի ասել, որ իրենք ուղիղ Նիկոլ Վովայի Փաշինյանին են սատարում, տենց էլ Սալավիովը չի ասել, որ իրենք Հայաստանում SVO են անելու։ Պետք չէ խեղաթյուրել իրողությունները։ Բայց ինչ սկսեց սրանից հետո տարածել իշխանական քարոզչամերկրան, ես իրականում հենց սրա մասին էի ուզում խոսել, որովհետև րոպեներ առաջ, երբ որ տեխնիկական մի փոքր խոտան եղավ, տեսեք ինչ է ասում իշխանական կուսակցության քարոզչագործիկներից մեկը։ Իրենք նյութ են իրենց մոտ տեղադրում Նիկոլ Փաշինյանի նկարով Հայաստանի Ռուսաստանի դրոշներով եւ նշված է հետեւյալը։ Ասում են ռուսները հստակ ասել են հեռացրեք Փաշինյանին, հակառակ դեպքում կոչնչացնենք ձեզ։ Հայաստանի Հանրապետության ընտրողը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ։ Իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող նյութը։ Հիմա հայկը ինչ է ստացվում։ Այս մարդիկ հիմա հասկանում են իրենք դա թե ոչ, ասում են հետեւյալը. Շուրջ եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մենք Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ենք հայտնվելու։ Մարդիկ այդպես հասկանում են իրանք ինչ քարոզչություն են անում։ Սա ոչ թե իմ խոսքն է, սա իշխանական քարոզչամեքենայի խոսքն է։ Ժողովուրդ, մի բան է տակ, հարմարավետ տաղավարներում նստել եւ խոսել այն մասին, թե ինչ արունարբու առաջնորդ է Պուտինը, թե ինչ հակաժողովրդավարական պետություն է Ռուսաստանը, թե ոնց են այնտեղ բիզնեսները աճ ու ձախ խլում, թե ոնց է Պուտինը բոլորին վերահսկում, միկրոալիքային վառարաններում էլ իրենք տեսախցիկներ ունեն բոլորին հետ։ Մի բան է այս մարազմատիկ քարոզը անել, մյուս բանն է ասել հետեւյալը. Ժորժ ջան, եթե դուք այս իշխանությանը չեք, եթե դուք այս իշխանությունը ընտրում եք, դուք Ռուսաստանի հետ պատերազմ եք ստանում։ Այստեղ արդեն ինձ թվում է անդիմությունը շատ լավ աշխատելու տեղ ունի։ Իրենք պետք է ասեն հետեւյալը. Ժորժ ջան, իրենք են ընդունում, որ եթե իրենք մնում են, պատերազմ են։ Իսկ միգուցե նախապատրաստում են ինչպես սովորաբար լինում։ Ես չէ, ինձ թվում է այստեղ իրենք ուղղակի տեղեկատվական առումով լապ են տվել ռուսերեն ասած, հա, որովհետեւ շատ արագ այս քարոզչությունը դադարեց, որովհետեւ իրենք հասկացան, որ իրենք փաստորեն քաղաքացիներին ասում են հետեւյալը, որ դուք եթե մեզ եք սատարում, դուք ռուսների դեմ պատերազմի եք տանում։ Ես կրկին ասեմ, շատ հեշտ է տաղավարում, տակ տաղավարում նստել, այս տեսակ գնահատականներ տալ, որ Ռուսաստանը արյունարբու պետություն է, ուրիշ բան է օտարի պատերազմում Դաղստանի սարերում զոհվելը։ Այս մարդիկ պետք է հասկանան իրենք ընդհանրապես ինչ են ասում ու Հայաստանը ինչ ուղղությամբ են տանում։ Դաղստանի սարերում։ Այո։ Ես դրա համար եմ ասում, որ Հայաստանը եթե գործիք է դառնում Ռուսաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գլոբալ գործողությունների համատեքստում մարդիկ պետք է հասկանան այս իշխանությունները ինչ ուղղությամբ են տանում։ Եվ արդյոք Հայաստանը ունի Ուկրաինայի թե մարդկային, թե տնտեսական, թե տարածքային ռեսուրսները։ Վրաստանի իշխանությունները վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք բավականին ճիշտ քարոզչական տեսանկյունից ճիշտ մոտեցում էին ընտրել, իրենք ցույց են տալիս ուկրաինական ավերված քաղաքները եւ ասում են հետեւյալը. Ժորժ ջան, եթե մենք չլինենք, այս մարդիկ խոսքը Սաակաշվիլիի մասին է, հա, առաջին հերթին, այս մարդիկ տանել են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Հիմա դուք ուզում եք Ռուսաստանի դեմ պատերազմ։ Հիմա ես չգիտեմ, ասում սա լապ է եղել, թե իրենք իսկապես այդպես մտասևեռում ունեն ու կարծում են, որ հայ ժողովուրդը կգերադասի պահել Նիկոլ Փաշինյանին, բայց պատերազմի մեջ մտնել գերտերություններից մեկի հետ։ Ես հույս ունեմ, որ այս քարոզչությունը չի շարունակվի, բայց անդիմությունը կրկին ասեմ, ինքը այստեղ աշխատելու շատ մեծ տեղ ունի, մարդկանց բացատրելու, թե ինչ տեսակի արհավիրք է մեզ սպասում ըստ իշխանությունների գնահատականների։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։